դիրքորոշումն է շատ ճիշտ նկատեցիք, ես անձնական կարծիք եմ հայտնել, իդեպ հարց հնչեց, որ 20 թվականին եմ այդ կարծիքը հնչեցրել, այն ժամանակ դեռ ուժեղ Հայաստան կուսակցություն չկար, սենց ժողովրդական բառով ասեմ, սիրելի մեր հայ ժողովուրդ, մենք դեմ ենք թալանին, մենք դեմ ենք կոռուպցիային, նախկին թալանը պիտի հետ բերվի, եւ մեր գործընկերները քաղաքացիական պայմանագիր կուսակցան, իշխանական լծակներ իրենց ձեռքին է։ Շնորհակալություն, մնում է հասկանալ ումից պիտի հետ բերվի այդ թալանը։ Լիլիթ Մինասյան։ Այս հարցի պատասխանից ինձ մեկ թվում էր, որ դուք ես կողմ պետք է գաք, ոչ թե այն կողմ։ Պարոն Վարդևանյան, ձեզ չեմ կարող չարձագանքել, ասում եք պարոն Վարդանյանի գործնեության որևէ ոլորտ Մաքսայինում կապ չի ունեցել կոռուպցիայի հետ, ուզում եմ նշեմ կենսագրական տվյալ Մաքսային տեսուչ համալիչ ստուգումների բաժնի պետ, ուզում եմ հասկանամ ստեղ որ բաժնում չկար կոռուպցիոն դրսևորումների հնարավորություն։ Պարոն Վարդանյան, ձեր խոսքին անկեղծորեն հավատում եմ, բայց մի նկատառում եմ ուզում, որ դուք կապ չունեք էլի կոռուպցիայի հետ։ Մի նկատառում եմ ուզում անել, որ դուք դատավոր չեք, ստեղել ազգային ժողովի քաղաքական ամբիոնն է, ձեզնից ակնկալվում է քաղաքական գնահատականներ։ Ու այն ինչ որ մենք հարցրել ենք, դուք ասել եք ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ու իրականում հենց տենց, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ գիտեմ որտեղ է դա ընդհանրապես տեղի ունեցել, ով է կերել ավելի շատ։ Հետո գալիս է պարոն Մամիկոն Ասլանյանը, ընդմիջումից հետո մի հատ արագ քննարկում եք անում, հարցը տալիս է, որ կարողանանք այդ հարցին պատասխան տալ, այո, եղել է թալան։ Ուզում ենք ասել, որ այս հարցերի հիմնական նպատակը հետևյալն է, որ հասկանանք մենք արժեքային որ կետի վրա ենք իրար հետ գտնվում։ Հասկանում ենք, որ ոնց որ թալանի մասով նույն կետի վրա ենք գտնվում։ Բայց ձեր հարցերի պատասխանների մեջ այնքան անհամապատասխանություններ կա ուժեղ Հայաստան խմբակցության հետ, որ մի հատ էլ պետք է գնաք ընդմիջման, մի հատ էլ տենց հարցեր տան ձեզ։ Ապօրինի գույքի հետ կապված, կոռուպցիայի հետ կապված, թրիփի հետ կապված, սենց հերթով բոլոր հարցերին հակասություններ կան։ Բայց հարցս դրա մասին չի, ասում եք մեզ կանգնեցրել են փաստի առաջ մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ ԵԱՏՄ-ից, ու խոսում եք զուգահեռաբար նաև արտաքին շուկաներ գտնելու, մեր արտադրանքը եվրոպական սահմանաչափերին կամ ստանդարտներին համապատասխանեցնելու մասին, ես ուզում եմ էլի, խնդրում եմ մի հատ նայեք աճ, այնտեղ իշմար կտան էլի, խմբակցության դիրքորոշումը հաշվի առնելով, դուք որ ձևաչափին եք կողմ տնտեսական մոդելի, ԵԱՏՄ-ից դուրս գալու պայման մեր առաջ ոչ մեկ չի դրել, էլի միջայլոց էլ տեղեկացնեմ, այն մնացած հակասություններին կանրադառնամ ելույթով, բայց ինչ խոսքը վերաբերվում է, ասենք ԵՄ, ԵԱՏՄ շուկաներին, որ մոդելին եք ավելի շատ կողմ։ Տիկին Մինասյան, եթե մեր երկրի շահերից բխի, ես ուղիղ մեջ եմ բերում մեր քաղաքական առաջնորդի խոսքերը, համագործակցել կամ համագործակցությունը խորացնել դիցուկ Մոզամբիկի հետ, մենք խորացնելու ենք հարաբերությունները Մոզամբիկի հետ։ Գոյություն ունեն տնտեսական թվեր եւ փաստեր։ Ես կողմնակից եմ ինքներս մեզ չվնասելուն։ Չի կարելի կտրել են ծառի ճյուղը, որի վրա նստած ես, եւ կրկնում եմ հաշվի չառնել, որ կարող է գլխով հարվածես գետնին։ Թե ինչի արդյունքում եք դուք, ես եկել այդ հետևության, որ դուք փորձում եք կտրել այդ ծառի ճյուղը, բերեմ մի քանի փաստեր։ Խոսենք փաստերով։ Փաստ համար 1։ 2023 թվական հունվար ամիս, մամուլի ասուլիս։ Նիկոլ Փաշինյանը անուղղակի հայտարարում է. ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Փաստ համար 2, 2026 թվականի մայիս ամիս Էմանուել Մակրոնը հայտարարում է, եւ դուք ողջունում եք ձեր քաղաքական թիմը, որ ժամանակն է, որ, չգիտեմ, մոտարապես գաղափարը հետեւյալն է, Հայաստանը տարանջատվի ռուսական ազդեցությունից։ Ֆոն դեր Լայն, Կայա Կալլաս, ուրեմն Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է ֆինանսական օգնություն հյուսիսից եկող սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Այն որ նայում եմ քարտեզին, Տիկին Մինասյան, նորից կրկնեմ, մեր հյուսիսը Վրաստանն է, իբր թե ոնց որ չունենք խնդիր Վրաստանի հետ։ Այսինքն նոր դուք ինձ հարց եք տալի, չեք տեսել, չեք լսել։ Հիմա դուք չգիտեք այդ ինչի մասին է խոսքը։ Այսինքն դուք ինչ էիք ակնկալում։ Ավելացնեմ նաև սրան, որ ձեր ողջ քարոզարշավը հիմնված է եղել հակառուսական թեզերի վրա։ Հիմա այս մի բանաձևը ես շատ հստակ ուզում եմ արձանագրել մեկ անգամ եւս։ Մենք չենք ընդունում հակառուսականությունը։ Դուք դա ձևափոխում ասում եք դուք ռուսամետ եք։ Այստեղ է մեր գաղափարական տարբերությունը։ Ժորժ ջան, ես թույլ տվեք ավարտեմ միտքս։
Ստեղ հստակ արձանագրում ենք մեկ անգամ եւս, ես փաստերով ասացի, թե ինչու ենք մենք հայտնվել այս փակուղային իրավիճակում, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչին ենք կողմ, ես կողմ եմ դիվերսիֆիկացմանը, ես կողմ եմ բոլոր երկրների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ մենք ընտրել ենք Եվրոինտեգրման հանձնաժողովը։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, դիվերսիֆիկացիան մեր քաղաքական ուժի քաղաքական ծրագիրն է, տենց զուտ ինֆորմացիա։ Բայց դրա հետ կապված չի երկրորդ հարցս, պատկերացնենք իրավիճակ, նախ ուզում եմ հետաքրքրվել, արդյոք դուք կարող եք մեզ հիմա համոզել, քանի որ միայն մեկ ձայների շնորհիվ կարող եք ընտրվել, ինչպես պարոն Վարդևանյանն է ընտրվել, խնդրում եմ բերել փաստարկներ, ինչու մենք պետք է ձեզ ընտրենք մի հանձնաժողովի նախագահ, որտեղ լինելու է բյուջեն, հարկային քաղաքականությունը, հաշվեկնիչ պալատը, ֆինանսաբյուջետային համակարգերը բոլոր։ Խնդրում եմ բերել այդ փաստարկները ու այնուհետև պատկերացնել իրավիճակ, որ մի հատ պոզիտիվ իրականության մեջ մենք տվել ենք ձեզ այդ ձայները եւ դուք դարձել եք հանձնաժողովի նախագահ։ Քննարկվում է բյուջեի նախագիծ, ամբողջ հանձնաժողովի մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Դուք պետք է գաք զեկուցեք այդ բյուջեի նախագիծը։ Պատկերացրեցիք այդ իրավիճակը, հիմա խնդրում եմ զեկուցեք։ Տիկին Մինասյան, ամենայն անկեղծությամբ ես երևի մի քանի անգամ այսօր ասեցի, նորից կրկնեմ, ես տրամադրված եմ բյուջեին առնչվող ցանկացած օրինագծի հետ կապված ունենալ կառուցողական դիրքորոշում։ Չի կարող լինել այնպիսի մի բան, որ դուք ասեք ձյունը սպիտակ է, ես որպես ընդդիմություն ասեմ, չգիտեք, ինչ ձյունը սպիտակ չի, ձյունը սև է։ Չի կարող նման բան լինել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու պետք է ինձ ընտրեք, իհարկե ընտրելու իրավունքը ձերն է, դուք եք որոշում կայացնելու քաղաքական, այդ մասով բան չունեմ ասելու, բայց ինչու պետք է ինձ ընտրեք, որտեղ նախ օրենքով սահմանված կարգով, ուրեմն այս պաշտոններից 3 հանձնաժողովները ընդդիմությանն են հասնում, հիմա այնպես է ստացվել, որ այս հանձնաժողովն ենք մենք ընտրել։ Ես չեմ ուզում ինքնագովեստի խոսքեր հնչեցնել, բայց իմ անցած ճանապարհը եւ նաեւ ձեր տված հարցերը, իմ տված պատասխանները պետք է որ վստահություններ շնչի, որ ես, այո, ունեմ այսպես ուղիղ գաղափարական մարդ եմ եւ իմ գաղափարներով եմ միշտ առաջնորդվել։ Ամենայն անկեղծությամբ կլինի քաղաքական թիմի անդամ, որպես իմ ներկայությունը իմ քաղաքական թիմի հետ, որպես մասնագետ եւ ներողություն։ Մի խոսքով այսքանը կարծում եմ իմ կենսագրությունը, իմ անցած ճանապարհը եւ իմ դիրքորոշումը պետք է որ հիմք հանդիսանա դրա համար։